Հզոր Թուրքիա կուսակցության առաջնորդը հայտարարել է, թե Հայաստանում իրենց ծուղակն են գցել։ Կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը այսօր Ամեքպլյուսին ուղղված էլեկտրոնային նամակում հայտնել է, թե Հայաստանից իրենք հեռացել են շատ տխուր եւ հիասթափված։ Նա նաեւ պատմել է ազգային անվտանգության ծառայությունում իրենց գտնվելու մանրամասները։ Մեզ խնդրել են հեռանալ Հայաստանի տարածքից, քանի որ հայկական կողմը չէր կասկածում, թե մենք հատել ենք հայ-թուրքական սահմանը։ Դա մեզ ծուղակը գցելու եւ մեր գործունեությունն ու նպատակները թերագնահատելու փորձ էր։ Արդյունքում ստացվեց այնպես, որ մենք այլևս չենք ցանկանում խոսել սահմանը անցնելու թեմայից, գրել է Բեքլևիչը։ Նա նաև հավատացնում է, թե իրենց կուսակցությունը մեր երկրում ունի մեծաթիվ երիտասարդ համակիրներ, որոնք իրենց կոչ են արել չվեհատվել։ Համարում ենք, որ սահմանը պետք է անմիջապես բացվի, շարունակում է գրել Թունա Բեքլևիչը։ Թուրքիայի երիտասարդ քաղաքական գործիչը նաև հայտնում է, թե նոյեմբերի վերջին կրկին գալու է Հայաստան, այս անգամ իր երկրի մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Այստեղ նրանք պատրաստվում են կազմակերպել կոնֆերանս, որի ժամանակ մշակելու են ճանապարհային քարտեզ։ Մինչդեռ թուրք եւ հայ վերլուծաբանների կարծիքով 4000 համագիր ունեցող Հզոր Թուրքիայի հայ-թուրքական սահմանը բացելու ոգևորությունը կտևի մինչև հաջորդ ամառ, այսինքն մինչև Թուրքիայում նախանշված խորհրդարանական ընտրությունները։ Գանե Հակոբյան, IPF